Օրերս Դավթաշենի բազմահարկ շենքերում համատեղությունները սկսել են լիֆտերը անջատել։ Խնդիրը նրանում է, որ այս նոր լիֆտերը ունեն իրենց մեջ ապահովիչներ, որոնք հոսանքի տատանման դեպքում մատորը անջատում են, որ լիֆտը առհասարակ շարքից դուրս չգա։ Ու քանի որ տատանումները ահռելի մեծ են, օրվա ընթացքում է լիֆտը 4-5 անգամ անջատվում է, համատեղությունները բնական որոշել են շարից փորձանքից հեռու, որ մարդիկ օրը մի քանի անգամ լիֆտում չմնան, այդ լիֆտը առհասարակ անջատեն։ Իսկ տատանումները իրականում ահռելի են։ 220 վոլտի փոխարեն երկու ֆազով օրվա ընթացքում կարող է 110-ից 380 վոլտ, իսկ եռաֆազի 380 վոլտի փոխարեն կարող է իջնի 320, կարող է բարձրանա 440։ Բնական է բոլոր էլեկտրականությամբ աշխատող սարքերի համար սա շատ լուրջ խնդիր է, որովհետև սարքերը շարքից դուրս կգան, եթե չունենան այդ ապահովիչները։ Իսկ ապահովիչների գոյության պարագայում էլ սարքը չի աշխատի։ Խնդիրը այնքան է բարդացել, որ նույնիսկ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովն է ֆիքսել, որ ցանցը մեծ մատակարարվող էլեկտրոէներգիայի որակի որևէ ցուցանիշ չի կարողանում պահի ոչ հոսանքազրկումների առումով, ոչ էլ այդ հոսանքի լարման թույլատրելի շեղումների առումով։ Իսկ բուն պատճառը քաղաքական է, ես նույնիսկ կասեի աշխարհաքաղաքական։ Բանը նրանում է, որ դեռ 2025 թվականի փետրվարին Հայաստանում գործող արևմտյան աուդիտորական կանտորաներից մեկին մի օտարերկրյա ընկերություն պատվիրել էր HEC due diligence-ը։ Due diligence-ը մի գործընթաց է, երբ աուդիտորը, շատ կոպիտ ասած, գնահատում է գնահատմանը ենթարկվող ընկերության գինը։ Այսինքն, եթե դու ուզում ես հասկանալ տվյալ ընկերությունը ինչ արժի թե չարժի առհասարակ, դու աուդիտորին պատվիրում ես դրա due diligence-ը։ Այս կանտորան due diligence արում է, տեղեկությունը փոխանցում է պատվիրատուին, պատվիրատուն էլ հասկանում է, որ HEC-ը ներկայիս իր բալանսի պայմաններում, այսինքն պարտավորությունների եւ ակտիվների համադրության պայմաններում վերցնել է իմաստ չունի։ Հետևաբար կայացում է քաղաքական կամ ինչպես արդեն ասացի, աշխարհաքաղաքական որոշում, որ HEC-ի պարտավորությունները պետք է էականորեն նվազեցնել, որ ինքը շատ ավելի հրապուրիչ դառնա։ Պարտավորությունների շարքերում են օրինակ, չգիտեմ, ներդրումները, այն ներդրումները, որ պետք է արվեին օրինակ նույն Դավթաշենում տրանսֆորմատորների մեջ, հասարակ բաց станցիաների մեջ, որ այդ տատանումները չլինեն։ Մեր HEC-ը ինչ է որոշում։ Որոշում է այդ ներդրումները չանեն, մեկ պարտավորություն, որից թեթևացնում է HEC-ի բալանսը։ Ավելին, այդ գոյացած գումարներից նրանք որոշում են վաղաժամ մարել վարկերը HEC-ի։ Այսինքն սրանք վարկեր են, որ ոչ թե ժամկետանց են կամ խնդրահարույց են, վարկ է, որ HEC-ը վերցրել է, որ օրինակ նույն այդ ներդրումները իրականացնի, օրինակ նույն այդ Դավթաշենում։ Մեր HEC-ը որոշել է Դավթաշենում ներդրումը չանի, դրա փոխարեն մարի վարկերը, որ HEC-ի բալանսը պարտավորություններից թեթևանա, որպեսզի HEC-ը շատ ավելի հրապուրիչ լինի։ Խնդիրը նրանում է, որ այդ աուդիտորները եզրակացրել են, որ եթե սակագինը էականորեն չբարձրանա, HEC-ը վերցնելը իմաստ չունի, դա շահավետ ընկերություն չի։ Բայց քանի որ սակագին բարձրացնելը բնական է քաղաքական առումով խնդրահարույց միջոց է, սրանք որոշել են մյուս ծերից մոտենան հարցին եւ անկողմնակի կամ կողմնակի ավելի շուտ բանանան մեր սակագինը բարձրացնել։ Ինչա դա ենթադրում։ Դա նշանակում է, որ եթե դուք ուզում եք, որ ձեր տան սառնարանը աշխատի, դուք հիմա ստիպված եք լինելու տենց մի $1000-2000 ծախս տենաք, տանը կուտակիչ դնեք կամ ստաբիլիզատորներ դնեք, որ ձեր տան տեխնիկան ապահովագրված լինի հոսանքի տատանումներից։ Նույնը պետք է անեն խոշոր արտադրամասերի տեղերը, բայց դրա ներդրումը շատ ավելի մեծ է բնական։ Վերջի հասկանում եք, եթե ողջ առաջադեմ աշխարհում հոսանքի գինը 100-ից 200 դրամի մեջ է տատանվում, պետք է Հայաստանում ընդամենը 50 դրամ լինի հոսանքը, նամանավանդ որ անշարժ գույքի ու մեթրքի գները արդեն հասել ու անցել են արևմտյան երկրների, հետո ինչ որ աշխատավարձները մեր մոտ 8 անգամ ավելի ցածր են։ Վերջի խաղացուն ենք այտենց բան է, իր համար կամ պետք է կռվես, կամ պետք է մուծվես։ Հիմա սրանք որոշել են, որ մենք պետք է մուծվենք մեզ պարտադրվող այս խաղաղության համար։